Հայաստանն ու Ադրբեջանը ինչ ընդհանուր շահեր կարող են ունենալ, դժվար գտնեք։ Իսկ ինչ ընդհանուր շահեր ունեն Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը, Փաշինյանն ու Ադրբեջանի ժողովուրդը, այստեղ կարող են լինել համընկնող շահեր։ Եվ ըստ երևույթին հենց դրանց մասին էլ խոսում է։ Նիկոլը խոսում է այժմ երկու երկրների ինքնիշխանության պահպանման մասին։ Ադրբեջանի ինքնիշխանություն ասելով վստահաբար հասկանում է, որ նրանց հանձնել է Արցախը, որը համարում էր Ադրբեջանի ինքնիշխանության մաս։ Իսկ Հայաստանի ինքնիշխանություն ասելով ինչ է հասկանում։ Արդյոք պահպանված է ինքնիշխանությունը։ Այս պահին խախտված է ավելի քան 200 քառակուսի կիլոմետրով։ Արարատ Միրզոյանն ասում է, ինչ որ տարածքներ են թշնամու ձեռքի տակ։ Ինչ որ տարածքներ չեն, Հայաստանի Հանրապետության տարածքն է, մեր հողն է։ Այդ տարածքների օկուպացիան բխում է Ադրբեջանի շահերից։ Օկուպացրել են, հիմնավորվել են, այնտեղ պաշտպանական դիրքեր են ամրացրել, տնավորվել են, իսկ ինչով է բխում Հայաստանի շահերից։ Ադրբեջանի շահերից չի բխում, որ Հայաստանին վերադարձնի գերիներին, ու գերիներին, հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատելը նրա համար կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի դեմ նոր կոզր ունենալու համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանի շահերից բխում է ստանալ գերիներին, վստահաբար ոչ։ Այնտեղ մարդիկ են, ովքեր առաջնորդել են Արցախը տասնամյակներ, ունեն աջակիցներ, կարող են ոտքի հանել նրանց, իսկ դա Փաշինյանին բոլորովին ձեռք չի տալիս։